երևի թե 20 տարիների ընթացքում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը միշտ կախված է եղել արտաքին ազդակներից։ Այդ թվում նաև այս պահին։ Ու այդ երկխոսությունն էլ նաև դրա հետևանք էր, ես կարծում եմ։ Երկխոսությունը իհարկե կա եւ կարծում եմ կշարունակվի, այլ հարց է ինչ ֆորմատով, ինչքան, ինչպես իրենք են ասում, ինչքան կիսաբաց կլինի այդ դռները կամ պատուհանները երկխոսության ընթացքում։ Ինքը ավելի շատ կբացվի, թե ավելի շատ դեպի, չեմ կարծում, որ լրիվ կփակվի։ Ռաֆի Հովհաննիսյան ժառանգության մասին չի խոսքը։ Կոնկրետ Ռաֆի Հովհաննիսյանի մենտալիտետը այնուամենայնիվ, ինչքան էլ 20 տարի է ինքը ապրում է Հայաստանում, մնացել է շատ արևմտյան։ Ինքը այստեղ իրան են դժվար հասկանում, ինքը այստեղի մենտալիտետն է դժվար հասկանում, հա, սափրվել նստել, բայց հետո կամ ուղակի դրոշակի կողքը նստել առանց կոնկրետ նպատակին գնալու, այսինքն, հա, աննպատակ, կոպիտ ասած, անել դա իր հետևանքները միշտ բերում է այստեղի հասարակության համար բացասական առումով։ Որ ուժերն են, որոնք կորցրել են դիվիդենդներ, որոնք կորցրել են ընտրազանգված, մեծ ընտրազանգված։ ՕԵԿ-ը միանշանակ Ես կարծում եմ ժառանգությունը, ոչ այնքան ինչքան ՕԵԿ-ը, բայց ժառանգությունն էլ է կորցրել, որովհետև ոչ մի քաղաքական, այսպես ասած, բացի 2007-8 թվերին, հա, ՀԱԿ-ին միանալու, այսինքն 7 թվականի մայիսին եղել է ընտրությունները ազգային ժողովի, դրանից հետո սեպտեմբեր-հոկտեմբերից սկսվել է նախագահական այդ բանը, երբ որ ժառանգությունը միացավ ՀԱԿ-ին, այդտեղ իհարկե բավականին ակտիվացավ, դրանից հետո, երբ արդեն դուրս եկավ ՀԱԿ-ից, ժառանգությունը որևիցե քաղաքական քայլ բացառությամբ սոցիալական բնույթի ակցիաների, որը արել է Զարուհի Փոստանջյանը։ Գիտեք ոնց է Սերժ Սարգսյանի ռեյտինգը։ Ես ասեմ ինչ հետաքրքիր բան կա, ինչի է այդ այնուամենայնիվ այտենց ամենայն դեպս ավելի բարձր է, քան Ռոբերտ Քոչարյանինը։ Եթե մենք լինեինք, մենք համեմատենք, ասենք, մեզ Ռուսաստանի հետ, որը ավելի մոտիկ է ամեն առումով, թե չեմ հասում Ամերիկայի կամ Ֆրանսիայի, մենք փոքր ենք ու մի քիչ ավելի հարավային ենք, այսինքն տաքարուն ենք։ Բոլոր բնակավարները մի կողմ թողնենք քաղաքականությունը, մեր մոտ ինչի չի աշխատում շատ բաներ, որովհետև մենտալիտետային առումով մենք առաջի հերթին մարդկայինն ենք գնահատում, նոր պրոֆեսիոնալը։ Լավ է, վատ է, այլ խնդիր է, վատ է դա, բայց դա այդպես է, դա փաստ է, եւ դրա հետ հաշվի չնստել հնարավոր չի։ Դրա համար եմ ասում, օրինակ ազգայնական ուժերը, եթե չմիանան, փոշիանալու են։ Որովհետև մեկը տեսնում, ասենք, դաշնակցության մեջ, մեկը Ժիրայր Սեֆիլյանի, մեկը Ռաֆի Հովհաննիսյանի, մեկ ուրիշը լրիվ ուրիշ տեղ։ Իսկ Քոչարյանի մեջ տեսնում են այդ այլընտրանքը։ Ես կարծում եմ Քոչարյանի ռեյտինգի խնդրեմ կա։ Դրա համար պատահական չի, որ բոլորը հրաժարվում են Քոչարյանից։ Դաշնակցությունը ասեց մեր հետ կապ չունի, ԲՀԿ-ն ասում է մեր հետ կապ չունի, այսինքն իրանք հասկանում են։ Ես չեմ ասում։ Ես ասում եմ հիմա փաստեր են բերում։ Եթե բոլոր կուսակցությունները, եթե մարդը ունի ռեյտինգ, ինչի են իրանից այտենց հրաժարվում։ Ես կարծում եմ, որ մարտի 1-ը, ինչպես եւ մնացած ամեն ինչ, դա հետևանք էին արտաքին ազդակների, մարտի 1-ի գործի վերականգնումը։ Ինչպես եւ վերջի շրջանում ամեն ինչ։ Սկսած երկխոսությունից, չգիտեմ, ամեն ինչ որ հիմա կատարվում է, հա, դա արտաքին ազդակների հետևանք է, որը ինչպես եւ ամեն ինչ կօգտագործվի նաեւ ներքին քաղաքական process-ներում։